Թամարա Գլոբան բացահայտել է, թե ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին 2026 թվականի մարտին։ Թամարա Գլոբայի մարտ ամսվա հորոսկոպը ներկայացնում եմ ձեզ խորհուրդներ յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար։ Աստղաբան Թամարա Գլոբան պատրաստել է կանխատեսում բոլոր կենդանակերպի նշանների համար։ Այս տեսանյութում ներառված են առաջարկություններ աշխատանքի, առողջության և անձնական կյանքի վերաբերյալ։ Իմացեք, թե ինչ փոփոխություններ կարող է բերել ձեզ այս ամիսը։ 2026 թվականի մարտ ամիսը արդեն լիովին իր իշխանության տակ է, և այն խոստանում է լինել փոփոխությունների ժամանակ շատ կենդանակերպի նշանների համար։ Թամարա Գլոբան ներկայացրել է կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար հիմնական կետերը։ Խոյեր, գարնան սկզբին կբախվեք աշխատանքի հետ կապված փոփոխությունների։ Կարևոր է առաջնահերթություն տալ ոչ միայն ձեր սեփական բարեկեցությանը, այլև ձեր սիրելիների առողջությանը։ Ցուլ, ամիսը կանցկացնեք նոր գիտելիքներ փնտրելով, ուսումն ու դասավանդումը կհայտնվեն ձեր կենտրոնական դերում։ Որոշակի դժվարությունների իհարկե կհանդիպեք, բայց մարտի վերջին նոր հեռանկարներ կհայտնվեն։ Երկվորյակներ, դուք պետք է խուսափեք բաց հակամարտություններից, կարիերայում դիրքերը կորցնելուց խուսափելու համար։ Ամսվա երկրորդ կեսը թույլ կտա ձեզ վերականգնել վնասված հարաբերությունները։ Մարտին պետք է կենտրոնանաք մասնագիտական զարգացման և գործնական կապերի ամրապնդման վրա։ Խեցգետինը կարող է հաջողություն ակնկալել երկար ճանապարհորդություններում։ Ճանապարհին հնարավոր են ճակատագրական հանդիպումներ, որոնք կազդեն ձեր անձնական կյանքի կամ աշխատանքի վրա։ Արյուծ, ամսվա սկզբին դուք կբախվեք ֆինանսական դժվարությունների, հնարավոր են կորուստներ կամ նույնիսկ խարդախություններ, ուստի լավագույնն է խուսափել խոշոր գնումներից։ Մարտի երկրորդ կեսին իրավիճակը կբարելավվի, հնարավորություն տալով ստանալ հաճելի փոխհատուցում։ Մի մերժեք ուրիշների օգնությունը, ամսվա երկրորդ կեսին աջակցություն կստանաք։ Կշերքներ, դուք կկենտրոնանաք կարիերայի հարցերի վրա, ամսվա սկզբին հնարավոր են ինտրիգներ և ֆինանսական կորուստներ։ Կարիճ, այս ամիսը կարող է դժվարություններ բերել ձեզ աշխատանքի և բարեկամության մեջ, հնարավոր են միջավայրի փոփոխություններ։ Աղեղնավոր, կարող եք փոխել ձեր սոցիալական շրջանակը կամ նույնիսկ աշխատանքային ոլորտը մարտ ամսին, ամսվա երկրորդ տասնօրյակը հարմար է անձնական հարցերը լուծելու համար։ Այծեղչյուր, ձեզ համար հնարավորություն կբացվի զբաղվել ուսումով և նոր նախագծերով, առաջին շաբաթը կպահանջի հարազատների աջակցությունը։ Ջրհոս, կսկսեք ամիսը դժվարություններով և կորուստներով։ Կարևոր է ուշադիր լինել ձեր խոսքերի նկատմամբ և խուսափել շտապ որոշումներ կայացնելուց։ Եվ իհարկե ձկներ, դուք կկարողանաք հաղթանակ տանել չարամիտների հետ բախման մեջ, բախտը կնպաստի մտավոր նախագծերին։ Սա լավ ժամանակ է ուսման և դասավանդման համար։ Դե ինչ, Թամարա Գլոբան ամենահայտնի աստղաբաններից մեկն է այս ժամանակահատվածի։ Նրա կանխատեսումները պարբերաբար քննարկվում են լրատվամիջոցներում և գրավում լայն լսարան։